Բարի օր իմ սիրելի հետևորդներ, նայեք գազանյաներս իմ սիրուն ծաղկել են, սա սալոնից դեմի կաշպոն է, բերեդրել եմ ստեղ, որ մարդկանց պարզ լինի, թե ոնց է ծաղկում գազանյան, այս 2 ժամվա մեջ նայեք արդեն գազանյաներս այս տեսակ բացվել են, արդեն մեջերի ծաղակին հանել ծախել ենք, հատով հանում և տալիս ենք հաճախորդին, մատով սեղում ենք ներքևից ու սենց արդեն պատրաստի ոնց են ասում թաղարը, Հայաստանում ասած թաղարը արդեն պատրաստ է տնկելու, սիրելիներս, նրանք արև են սիրում, ինձ հետևորդները գրել են մի քիչ բացատրի ծաղիկներից, պատմի ծաղիկներից, իմենը գազանյան սիրում է արև, եթե նկատում եք արդեն փակվում են նրանք, որովհետև արև չկա էլ մեզ մոտ, նայեք անպամած է եղանակը մեզ մոտ Մոսկվայում, երբ որ առավոտը արևը դուրս է գալի նրանք ծաղկում են, երեկոյան արդեն սկսում են փակվել։ Ուրեմն մի քիչ պատմեմ պիտունյաներից, պիտունյաները շատ ջուր չեն սիրում, նամանավանդ սպիտակ գույնը շատ կապրիզնի է, շուտ սկսում է նեղել, երեք մեծ տղայիս հետ նստել ենք ամբողջ սպիտակ պիտունյաները, նայեք հեռացրել ենք դեղին ու ունեխած հին տերևները, որպեսզի թարմը տեսք ունենան, նայեք կապուտներն էլ են այս տիպի, նայեք արդեն դեղնել են տերևները, այսօր պետք է կապուտներն էլ մաքրենք, կարմիրները սիրուն կանգնած են, նայեք անձրևի կաթիլներից պուտիկներ են առաջանում վրան, հետո այս հին տերևները, ծաղիկները սաղ մաքրում եմ, նայեք սիրելիներս, այստեղ ունեի բակոպաները ամուսինս, որ այսօր բերել էր, ծախեցինք բակոպաները, մնացել է այս պիտունյան բերած ապրանքներից, սա է մնացել, էլ ինչ ունենք, ահագին այսօր ապրանք ենք ծախել, փառք Աստծու, մեր անյուտայի աչիկները դեռ լիքը կան, բարխոտաներս նայեք, պալետներս ինչ օրն են դրել հաճախորդները, կեսից ավել դատարկ են արդեն, լավ տակ այսօր եղանակը, գրեթե ամառ, կարճաթևով ենք մանգալի դրսում սիրելիներս, ես ձեզ հետո ցույց կտամ, թե ինչով ենք մենք պարարտանյութ տալի մշակում մեր ծաղիկները, սիրելիներս, YouTube-ը ինձ թույլ չի տալի, որ կոմենտարիաներում տեղադրեմ նկար, հիմա այս պահին չունենք այդ տվյալ բուտիլկան պարարտանյութի, գցել ենք, բայց անպայման հենց առնենք պարարտանյութի, ես անպայման վիդեո կանեմ, վիդեոյով կտեղադրեմ, որ դուք տեսնեք։ Ջրելուց այստեղ ենք ջրում, նայեք, վերևից ծաղիկները չենք ջրում, թեկուզ Հայաստանում ով էլ որ կունենա այս տեսակի կաշպոներ, սիրելիներս վերևից չի կարելի ջրել, որովհետև վերևից խոնավություն է մնում և սկսում է նեղել ծաղիկը։ Այս տեսակի պալատներն է սաղ գցում ենք ջրի մեջ, ժողովուրդ ջան, հետո ասեմ սառը ջրով այս տեսակի ծաղիկները չի կարելի ջրել, անպայման ջուրը լցնում ենք մի քիչ ամանի մեջ, թողնում ենք գոլանա, նոր հետո մեր ծաղիկները ջրում ենք հարգելիներս։ Հա, վերջապես ցույց տամ մեր բանջարեղենի սատիլների տարածքը, ունենք Վոլգոգրադսկի, որը որ շատ առնում են, կարմիր միջին պամիդորները, ունենք չերի, կարմիր մանր, այստեղ նոր սորտ ունենք Պեգաս և ֆլամինգո ռոզվին, շատ են առնում ֆլամինգո ռոզվին, դե ունենք գերման սորտը վարունգի, ունենք ատոս սորտը, ինչի համար եմ ձեզ ցույց տալի, ճիշտ է Հայաստանից չեք գալու գնելու, բայց ջերմոցում տնկելու համար, մարինատի համար և թթու դնելու համար հրաշք վարունգներ են, նամանավանդ մարինատից ընդամենը մի 2-3 ժամ առաջ ես թրջում եմ վարունգը, պոչերը կտրում եմ, պոչերը լվանում եմ, որպեսզի սենց մի տեսակ խիժի նման բան է դուրս տալի վարունգի պոչերից, պոչերը մի քիչ կտրած վիճակում թրջում եմ 2-ից 3 ժամ, նոր հետո սիրելիներս անում եմ մարինատը, հրաշք մարինատ է լինում, չեք պատկերացնում, սենց խրխրթան ուղղակի, այստեղ ունենք կաբաչոկները, Գրիբաևսկի դդումները անանաս սորտը ու ունենք կաբաչոկ ցուկինիա, ես ինքս կաբաչոկ չեմ տնկում,
բայց վարունգը պարտադիր տնկում եմ։ Հետո ձեզ ցույց կտամ, թե ոնց ենք մենք վարունգը ջերմոցի մեջ մշակում, սիրելիներս։ Այստեղ աճում են իմ մոտ Հայաստանից եմ սերմը բերել բազիլիկը, ռեհանը, շատ հրաշք հոտ ունի։ Ձեզ արդեն ցույց եմ տվել փոքր ջերմոցում ոնց են աճում։ Ժողովուրդը գալիս են հատով առնում տանում են։ Այստեղ միատաներս են աճում, ինքը մելիսայի հոտով, լիմոնի հոտով։ Այսպես սիրելիներս բակլաժանի սատիլ ունենք, սիլջերի քարավուզ, չգիտեմ էլ ոնց են ասում Հայաստանում գրակետ, գրական մի խոսքով։ Այս էլ սեղանիս վիճակն է։ Այն մի վիդեոյի մեջ տեղադրել են, որ սաղ ակուրատնի սիրուն դասավորված է, իրիկունը սաղ սիրուն դասավորում ենք ամուսնուս ու մեծ տղայիս հետ, ու օրվա կեսօրից հետո արդեն այսենց վիճակ է, թարթփված մեր սեղանը, ժողովուրդ ջան, ծաղիկների։ Ահա, էլի հաճախորդ եկավ, դե լավ մնացեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։